շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկման թեմայի վերաբերյալ ձեր ցուցաբերած հետաքրքրության եւ ծրագրի շրջանակներում արդեն իսկ ձեզանից շատերի հետ ունեցած հաջող համագործակցության արդյունավետ քննարկումների համար ըստ էության մենք այսօրվա ինչպես ներկայացրեց իմ գործընկերը երկու հարցից բաղկացած քննարկումն ենք առաջին շրջանակներում մենք կներկայացնենք այն ձեռնարկը, որը մշակել ենք ծրագրի շրջանակներում ազգային եւ միջազգային փորձագետների ակտիվ մասնակցությամբ եւ երկրորդ մասում արդեն ընդ որում ձեռնարկը, որը մշակել ենք այն տարբերակով եւ այն եղանակով, որ կիրառելի եւ օգտակար լինի բոլոր թիրախային խմբերի համար, այդ թվում նաեւ պետական մարմիններ, համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքասարակության կազմակերպություններ, սովորական անձիկ, ում հետաքրքրում է թեման եւ կարող է ուղղակի կարդալ եւ հասկանալ ինչի մասն է խոսքը, հատկապես մեր օրերում, երբ այնքան է ամեն ինչ զարգացել, սկսած տեխնիկական միջոցներից, որ շատ հեշտ է ուղղակի դառնալ այդ կեղծ տեղեկատվության զոհը։ Եվ երկրորդ մասում արդեն մենք կքննարկենք հիմնականում կունենանք քննարկում կառավարության ծրագրի, որը վերաբերում է ապատեղեկատվության դեպ պայքարին եւ գործողությունների ծրագրին 24-26 թվականների, դրա մասով կոնկրետ ինչ խնդիրներ ենք մենք առանձնացրել եւ դրանց վերաբերյալ ինչպիսի օժանդակություն կարող ենք տրամադրել կառավարությանը, այդ թվում նաեւ կոնկրետ համակարգող մարմնի անհրաժեշտություն ունենալու մասով, գիտեք, Հայաստանում կենտրոնացված չէ ապատեղեկատվության դեմ պայքար իրականացնող ինստիտուցիոնալ համակարգը եւ յուրաքանչյուր գերատեսչություն իր իրավասությունների շրջանակներում է արձագանքում եւ իրականացնում կոնկրետ գործառույթներ։ Շատ չչարաշահեմ ձեր ժամանակը եւ ներկայացնեմ ձեռնարկը, առաջի մասը ես կներկայացնեմ, այնուհետ խոսքը կփոխանցեմ իմ գործընկերոջ, ինչպես նշեցինք այն վերաբերվում է ապատեղեկատվության հակազդմանը եւ պետություն, քաղաքասարակություն համագործակցությանը, հնարավորինս մատչելի կերպով ենք այն ներկայացրել, որ յուրաքանչյուրի համար պարզ լինի, ազատել ենք այն հիմնական տերմինոլոգիայից, որ երբեմն մարդիկ կարդում են եւ չեն հասկանում, իհարկե այն ընդհանուր հասկացությունների մասով ենք նաեւ կոնկրետ տրամադրել տեղեկատվություն, որ յուրաքանչյուրի համար հասկանալի լինի, հա, օրինակ ներկայացվել են ուղեցույցում ինչ է կեղծ ինֆորմացիան, misinformation-ը եւ ինչպես պետք է այն տարբերել եւ հասկանալ, որ այն ներկայացված է կեղծ եւ ոչ ճշգրիտ է, ապատեղեկատվությունը, հա, disinformation, ինչպիսին է եւ ոնց է այն դրսեւորվում շատ հաճախ իրականության չարամիտ տարածումը, որը mall information-ն է, կոնկրետ ըստ օրինակների ներկայացրել ենք, թե ինչպես պիտի տարբերել այս հասկացությունները։ Մենք այս ձեռնարկի մշակման աշխատանքներում նաև օգտվել ենք Եվրոպական միության փորձից, այդ թվում նաև Եվրոպական միության կողմից մշակված այն հաղորդակցության վերաբերյալ փաթեթները, որոնք բավականին օգտակար են եւ հաշվի առնելով նաև մեր ազգային կոնտեքստը կարող են այստեղ եւս կիրառելի լինել, հաշվի առնելով, որ այն արդեն երկար ժամանակ գործարկվում է եւ կան քաղված դասեր, որոնք մենք կարող ենք հաշվի առնել եւ դրա հիման վրա մեզ մոտ ներդնել։ Ապատեղեկատվության էկոհամակարգի մասին ունենք ձեռնարկի շրջանակներում բավականին մատչելի եւ ուրեմն ընդհանրացակ ձևով ներկայացում, այդ թվում տարբեր թիրախային խմբերն են ներկայացվել, ինչպես նշեցի, ովքեր են արտադրողները, հա, որ հասկանանք այն մեդիա պրոդուկտները կամ կեղծ տեղեկատվությունը, որ արտադրվում են, որոնք կարող են, ովքեր կարող են դրանց ետևում կանգնած լինել, տարածողների մասին կարող եք գտնել տեղեկատվություն, այստեղ հատկապես մեծ ուշադրություն ենք դարձրել սոցիալական մեդիա ալիքներին, բոտերին, տրոլ ֆաբրիկաներին, ուրեմն հանրության կողմից ընդունելի այլ հարթակներին, դրանց յուրաքանչյուրի մասով ներկայացված են առանձին ուրեմն տեղեկատվություններ եւ օրինակներ, տեղայնացնողները եւս առանձնացվել են որպես առանձին խումբ, ներառյալ տեղական մեդիան, ինֆլուենսերները, հասարակական խմբերը եւ վերջում իհարկե սպառողները։ Բնականաբար այստեղ մեր օրերում կեղծ տեղեկատվության դեմ պայքարը դարձել է ավելի դժվար, քանի որ կեղծ տեղեկատվությունը ավելի խելացի եղանակով է տարածվում եւ փորձել ենք այս ձեռնարկի շրջանակներում նաեւ ներկայացրել ենք այն տեխնոլոգիական գործիքները, որոնք խորապես փոխում են ապատեղեկատվության բնույթը։ Անշուշտ մենք չենք կարող բաց թողնել հայաստանյան համատեքստը, երբ 2020 թվականին ընդունվեց ազգային անվտանգության մեր ռազմավարությունը, դրա
շրջանակներում նույնպես ապատեղեկատվությունը ներկայացված է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Դրան մենք եւս անդրադարձել ենք, ինչպես նաեւ առ այսօր կառավարության կողմից ձեռնարկած այն ջանքերը, որոնք ուղղված են ապատեղեկատվության դեմ պայքարին, սկսած տեսալեսողական մեդիայում կատարված փոփոխություններից, վերջացրած զրպարտության, վիրավորանքի մեխանիզմների ուժեղացմամբ եւ իհարկե առանձին տեղ է հատկացված 24-26 թվականներին ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգին, որը ձևավորում է կոնկրետ համապարփակ մոտեցում ուղղված ինստիտուցիոնալ ուժեղացմանը, հաղորդակցության մեխանիզմների զարգացմանը եւ նաեւ իրավասու մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը։ Մենք իհարկե չէինք կարող նաև շրջանցել ռազմավարական հաղորդակցությունը, որը ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում համարվում է կարևորագույն ուղղություններից մեկը, եւ դրա շրջանակներում իհարկե ներկայացրել ենք այն հիմնական մոտեցումները, այդ թվում նաև թե ինչպիսի հաղորդակցություն պիտի իրականացվի իրավասու մարմինների կողմից, կառավարության կողմից, ապահովելու երկարաժամկետ մոտեցում, միտված լսարանի մտածելակերպի եւ արժեքների փոփոխման, վարքագծի ձևավորման եւ վարքագծի փոփոխման ուղղությամբ կոնկրետ ներկայացնելով ինտեգրված մեթոդներ, որոնք կարող են ազդել այս process-ում։ Շատ կարեւոր է, որպեսզի տարբերակել եւ ձեռնարկում այդ մասում եւս համապատասխան մենք բաժին ենք առանձնացնել, որպեսզի տարբերակվի ռազմավարական հաղորդակցությունը PR-ից, քարոզչությունից եւ տեղեկատվական քաղաքականությունից ու մանրամասն նաեւ ներկայացվել է թե ինչ է իրենց ներկայացնում PR-ը եւ ինչպես պիտի սովորական քաղաքացիներ, այդ թվում նաեւ մենք հասկանանք, որ սա ոչ թե ուղղակի իրականացվող ռազմավարական հաղորդակցություն է, այլ ուղղակի դա PR է, որը կարող է իրականացվել այս կամ այն կողմի, այս կամ այն ուժերի կողմից։ ՔՀԿ-ների դերը եւս ուրեմն այստեղ առանձնահատուկ շեշտադրված է, այդ թվում նաեւ շեշտադրված է այն կարևոր մոտեցումը, որ հասարակության կազմակերպությունները հանդիսանում են կամուրջ պետության եւ հասարակության միջև, մենք կարող ենք պետական քաղաքականությունները դարձնել ավելի հասկանալի, հասարակության պահանջները եւ մտահոգությունները փոխանցել որոշում կայացնող պետական մարմիններին, զարգացնել հանրային մասնակցության մեխանիզմները, մտածելակերպը, իսկ կառավարությունը իր հերթին կարող է օգտվել այս բոլոր հնարավորություններից ավելի ուժեղացնելու եւ իրավական համակարգը եւ դիմադրողականությունը եւ ուրեմն այն պայքարի արդյունքները, որի համար ըստ էության process-ը սկսվել է։ Մենք նաև այստեղ երկու կարևոր հարցի շուրջ ենք խոսել, մեր գնահատմամբ Հայաստանում ապատեղեկատվության պայքարը իրականացվում է ավելի շատ պրոակտիվ, քան կանխարգելիչ, այսինքն որպես կանոն միշտ տարբեր հրապարակվող կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվությանը արագ արձագանքներ են լինում, բայց որպես այդպիսին կանխարգելիչ գործողություններ, որ ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության տարածման վարքագիծը կուղի, կկանխի կամ հնարավորինս կնվազեցնի, մեզ մոտ այնքան էլ ուրեմն առաջնային դիրքերում չի գտնվում եւ այս մասով եւս ձեռնարկում մենք ոնց որ համապատասխան մոտեցումներ ենք ներառել ու նաեւ առաջարկել ենք թե ինչպես պետք է եւ ինչպես կարող են իրականացվել կանխարգելման մեթոդները, որովհետեւ միշտ չէ, քանի որ միշտ չէ, որ պրոակտիվ միջոցները կարող են տալ արդյունավետություն եւ այն արդյունքը, որը բոլորի համար ցանկալի է։ Տեղեկատվական ճգնաժամերը եւս ձեռնարկի կարեւոր եւ առանձին բաժին են։ Տեղեկատվական հատկապես ժամանակակից հասարակությունների շրջանում այն համարվում է հիմնական ուրեմն մարտահրավերներից մեկը, քանի որ գաղտնիք չեմ ասի, որ նույն տեղեկատվական ճգնաժամերը խաթարում են հասարակության հետ համագործակցությունը, հանրային վստահությունը, մենք ցավոք իհարկե վերջին տարիների ընթացքում ականատես ենք եղել այն ցավալի իրադարձություններին, որոնց հիման վրա ստեղծվել են տեղեկատվական ճգնաժամեր եւ ոչ միշտ է որ կարողացել ենք դրանք հաջողությամբ ուրեմն առաջ տանել եւ կանխել։
Ընդ որում 4 տեսակի ձեռնարկի շրջանակներում ներկայացված տեղեկատվական ճգնաժամերը, առաջինը աղետներին առնչվող ճգնաժամերն են, որոնք առաջանում են արտակարգ իրավիճակներում, երբ տեղեկատվական անորոշությունը եւ բացերը խոչընդոտում են արագ արձագանքման եւ իրազեկման գործընթացին։ Երկրորդը դրանք ռազմաքաղաքական ճգնաժամերն են, որոնք առաջանում են արտաքին դերակատարների համակարգված տեղեկատվական գործողությունների արդյունքում եւ հանգեցնում են վստահության խաթարմանը եւ տեղեկատվական դաշտի ապակայունացմանը։ Մեկ այլ տեսակ, որ առանձնացրել ենք, դա սոցիալական բևեռացման ճգնաժամերն են, որոնք առաջացնում են ներքին բաժանարար գծեր շահարկման եւ պառակտման հետևանքով եւ հանգեցնում են հանրային մասնակցության նվազեցմանը եւ սոցիալական լարվածությանը։ Եվ վերջին ճգնաժամը, որ դրա շրջանակներում անդրադարձել ենք, դա ինստիտուցիոնալ վստահության ճգնաժամերն են, որոնք առաջանում են պետության եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահության սերմանման ուրեմն արդյունքում վատթարացնելով նաեւ քաղաքասարակության կազմակերպությունների գործունեության միջավայրը։ Այս ճգնաժամերը կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, որ ազդում են ոչ միայն պետական մարմինների, այլ նաեւ ՔՀԿ-ների, մեդիայի աշխատանքի վրա, սահմանափակելով այն հաղորդակցման եւ համագործակցության միջավայրը, որում մենք կարող էինք լինել, եթե չլինեին այդ ճգնաժամերը։ Կանխարգելիչ մոտեցման մասով, ինչպես նշեցի, լավագույն փորձից ունենք օրինակներ եւ ներկայացնում ենք, թե ինչ միջոցառումներ կարող է իրականացել կառավարության կողմից, որպեսզի ավելի կանխարգելիչ ուղղությունը մեզ մոտ զարգանա։ Եվ այստեղ նաեւ կցանկանամ մի քանի առանձին նաև առանձնացնել, արագ եւ համակարգված արձագանքման մեխանիզմները։ Մենք այստեղ 5 աստիճան մեխանիզմներ ենք առանձնացրել։ Առաջինը դրանք մոնիտորինգի եւ վաղ ազդանշաններն են։ Տեղեկատվական միջավայրի շարունակական մոնիտորինգ պետք է իրականացվի եւ դրա արդյունքում մոնիտորինգի արդյունքում ստացված ուրեմն պատկերի հիման վրա պետք է կոնկրետ գործողությունների պլան մշակվի եւ յուրաքանչյուրը պատասխանատու լինի դրանում ներառված գործողությունների արդյունավետ եւ ամբողջական կատարման համար։ Ստուգում եւ վավերացում, որը եւս շատ կարեւոր է, փաստերի ստուգման հարթակների ներգրավում եւ տարբեր աղբյուրների համադրում։ Արձագանքի մասին մենք խոսեցի, արդեն համագործակցության մասին եւս անդրադարձ ունենք, երբ կարևոր է եռակողմ համագործակցությունը, պետական մարմիններ, քաղաքասարակություն եւ մեդիա կազմակերպություններ, նույնական եւ համաձայնեցված նաեւ կոնկրետ իրավիճակների վերաբերյալ հաղորդակցություններ ապահովելու համար։ Ձեռնարկում ըստ էության, եթե հնարավորինս հակիրճ ներկայացնեմ առաջին մասը, այս հիմնական ուղղություններն են, որ ներկայացվել են։ Ձեռնարկը հասանելի է, հրապարակվել է մեր կայքում, այն նաև հասանելի է իհարկե բոլոր հետաքրքրված անձանց,